Այժմ կլսենք ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանին, Հրաչյան կապի մեջ է արդեն, բարև ձեզ Հրաչյա։ Բարի երեկո։ Բերեք մի առանցքային հարցով սկսենք, հետո կգանք օրվա լրահոսին։ Իրան-Իսրայել հրադադարը ինչ է փոխում մեր արտաքին օրակարգում, Հրաչյա։ Առաջինը մենք որպես պետություն անցել ենք շատ վտանգային զարգացումների մոտով եւ Փառք Աստծո հիմա մի քիչ հանգստացել է վիճակը։ Հրադադարը ավելի լավ է, քան թե պատերազմը։ Մենք երկիր ենք, որը լայնածավալ ռազմական գործողություններ պատերազմի մեր սահմաններում եւ դա շատ վտանգավոր էր։ Հիմա մի քիչ հանդարտել է եւ մենք ունենք ժամանակ մտածել ինչ կարող լինի հաջորդ քայլերը, որովհետեւ ինչը մենք ունենք դա հրադադար է։ Դա խաղաղություն չի, չկա որևէ պայմանագրություն, չկա որևէ ստորագրություն։ Կա երեք առաջնորդների համաձայնություն կանգնեցնել պատերազմը այս փուլում, ուրիշ ոչինչ բան։ Բայց մենք շահել ենք մի քիչ ժամանակ։ Լավ։ Թեհրանը փաստեր է ներկայացրել Բաքվին հենց այդ հրադադարը հաստատվելուց հետո Ադրբեջանի տարածքից անօթաչուների Իրան թռիչքների մասին։ Սա ուր է տանում։ Շատ դժվար է ասել, որովհետև մի կողմից բոլորը ճակետներում գիտեն, որ դա տեղի է ունեցել, եւ Իրանը գիտի, եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը գիտեն, բայց նման գիտելիքը ճակետներում կամ առաջ ճակետ ոչ ընդունելի է եւ բոլոր կողմերի համար։ Իրանը այնքան թուլացած է, որ հիմա փորձել ինչ որ սպառնալիքներ ձևավորել Ադրբեջանի նկատմամբ ինքը չի կարող, որովհետև Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, ավելի շուտ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նպատակներից մեկը կարող է լինի ռեժիմի փոփոխումը եւ այդտեղ Ադրբեջանի ազերիների գործոնը Իրանի ներքսում կարող է աշխատի։ Դրա համար Իրանը ուղղակի իրավունք չունի եւ հնարավորություն չունի խիստ դրսևորում ցույց տալ Ադրբեջանի նկատմամբ։ Այն ինչ անում է խիստ չի համարվում։ Հա, որովհետև իրանք կասկանում են ինչա տեղի ունեցել, բայց իրանք չեն կարող այդ ճոխությունը չունեն, որ կարողանան Ադրբեջանին ուղղակի ասեն ինչ եք դուք արել։ Բայց ելնելով նրանից հիշելով, որ Իրանը դա արևելքի ժողովուրդ է, պետություն է, իհարկե իրանք հիշում են եւ երկար կհիշեն ինչա տեղի ունեցել։ Եվ վաղը թե ուշ Ադրբեջանին ամեն ինչ կներկայացվի, բայց ոչ հիմա։ Հիմա Իրանը պիտի կարողանա հաղթարի այն հետևանքները, որ ինքը ունի։ Դրանք ռազմական ոլորտում են, իշխանության կայունության խնդիրները կարող առաջանալ, որը պիտի լուծվի։ Հիմա այսօր կարելի ասել Իրանի օդը բաց է, այնտեղ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները գերիշխում են եւ Իսրայելը այդ խնդրը շատ շուտ լուծել չի կարողանալու։ Ինքը այդ խնդիրները պիտի լուծի, որ կարողանա անցնել ուրիշ փողերին։ Դրա համար հիմա երկու կողմներն ունեցել են ինչ-որ հաջողություններ եւ ունեն ինչ-որ կորուստներ։ Իրանի համար հաջողությունը այն է, որ իշխանությունը ռեժիմը մնացել է, մինչեւ հիմա չեն կորցրել վերահսկողությունը երկրի վրա։ Իսրայելը ինչ-որ վնաս է հասցրել Իրանի եւ միջուկային եւ հրթիռային ծրագրերի վրա եւ հզորությունների վրա, բայց չի ոչնչացրել։ Դրա համար պատերազմի հետևանքով կարելի ասել երկու կողմներ դուրս են եկել ինչ-որ կորուստներով, բայց ոչ թե պարտված։ Դրա համար հիմնական զարգացումները դեռ մեզ սպասում են։ Իսկ Բաքվի Իսրայելին մատուցած ծառայությունները, այսպես ասած, Թուրքիայում չեն տեսնում, թե չեն ուզում տեսնել։ Թուրքիան հետաքրքիր է, Թուրքիա մենք հիշում ենք թուրքական դիվանագիտությունը եւ թուրքական դիվանագիտության իմ խորամանկությունը, արվեստը, Թուրքիան միջև վերջը կսպասի եւ կմիանա այն ճամբարին, որը հաղթում է։ Դրա համար Թուրքիան հայտարարություն արեց եւ դատապարտեց Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածը, բայց կարող է լինել սցենարներ եւ իրական սպառնալիքների, որ Իրանը քանդվում է, ոչնչացվում է որպես ամբողջական պետություն, այդ ժամանակ Թուրքիան կարող է օգտվի նման զարգացումներով։ Դրա համար ինքը պիտի պահի Ադրբեջանի հետ իր կապերը եւ օգտագործի Ադրբեջանը այդ խաղերի մեջ։ Դրա համար նույնն է կարելի ասել Պարսից ծովի մոնարխիների մասին, մենապետությունների մասին։ Իրանք խոսքերով դատապարտեցին Իրանին, բայց բոլորը վտանգված էին Իրանի հզորությամբ, որ Իրանը դառնում է հզոր։
Եվ այն ժամանակ, երբ Իրանը նորից թուլացել է, ժամանակն մի 5-10 տարով կերևի թուլացել է, դա նույն Պարսից ծոցի մենամարտություններին ձեռ է տալիս։ Դրա համար տարևել կա դիվանագիտություն, մենք պետք է պատրաստ լինենք, որ խոսքերը եւ իրական գնահատումները չեն համապատասխանելու, կարող են չեն համապատասխանել։ Այն, որ Իրանը թուլացել է, ոչ թե ոչնչացվել է, բայց թուլացել է, փաստորեն Մերձավոր Արևելքում բոլորին արաբական երկրներին ձեռք է տալիս, Իսրայելին ձեռք է տալիս, եւ դրա համար ուղղակի պետք է հասկանալ ինչքան է Իրանը թուլացել եւ ինչ հնարավորություններ ունի Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակել այդպես ագրեսիվ մոտեցումները, որովհետեւ Իրանի դեսպանը Մակում արդեն հայտարարել է, որ իրանք շարունակելու են միջուկային զենքի, ոչ թե միջուկային զենքի, միջուկային ծրագիրը շարունակելու են եւ Իրանը շարունակելու է ուրանի հարստությունը, հարստացման այդ process-ները չի կանգնելու, բայց Թրամփը հայտարարել է, որ այդ ժամանակ մենք նորից կխոցենք, նորից հարված կհասցնենք եւ ամեն ինչ դառնում է անկախատեսելի մի քիչ, որտեղ եւ Թրամփն է անկախատեսելի եւ Իրանն է դառնում անկախատեսելի, բայց ինչը մեզ համար ձեռնտու է ճակերտներում կամ առաջ ճակերտներում, որ առաջի փուլը, առաջի հարվածը անցել է եւ Իրանը չի քանդվել։ Մենք կարող ենք ստացած ունենք քանդված Իրան, քանդված իշխանություն, որը գործում է վերահսկողությունը երկրի վրա։ Այդ ժամանակ շատ վտանգավոր կլինի։ Հուլիսի 4-ին Էրդողանը գալիս է նորից Ստեփանակերտ։ Այս պերմանենտ այցերի իմաստը ո՞րն է ի վերջո, Ռաջ։ Աշխարհաքաղաքական եւ դիվանագիտական Թուրքիան ցույց է տալիս, որ այն պայմանավորվածությունը, այն նվաճումները, որը ինքը ստացել է երկրորդ Արցախի արշավից հետո 2020-23 թվականին, երբ Թուրքիան ռազմական ներկայացություն ձևավորեց Ադրբեջանում եւ որպես աշխարհաքաղաքական պլազդարմ կառուցեց իրար համար, ապագայի համար, դա մնում է ուժի մեջ, որ ինքը չի հրաժարվում, եթե Ռուսաստանը դուրս շպրտվեց Ադրբեջանից, արշավից վերջացանալուց հետո եւ հիմա Ադրբեջանը ինչքան գնում է, այնքան կոշտ է խոսում Ռուսաստանի հետ, Թուրքիայի նկատմամբ դա չի աշխատում, Թուրքիան համացնում է իր ներկայությունը Ադրբեջանում, իր ռազմավարության գեոստրատեգիկ ռազմավարության մեջ եւ պիտի շուտ գա, շուտ ցույց տա Ադրբեջանին, ցույց տա աշխարհին, ովն է այսօր իրական տերերից մեկը Ադրբեջանում, դա Թուրքիան է այսօր կարելի է ասել, ոչ թե Ռուսաստանը, Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը։ Ռաչավ, իսկ Բաքու Մոսկվա տիրույթում ով է սրում հարաբերությունը։ Это երեսի սիտուացիա ստացվում, նվեր անհնար ամեն ինչը վերահսկողության տակ պահել, ես չեմ հավատում այդ սրումը կլինի երկար, նորից այդ երկու ավտորիտար ռեժիմները լեզու կգտնեն, նորից կվերականգնեն հարաբերությունները, հիշում եք, երբ Ռուսաստանը խփեց Ադրբեջանի ինքնաթիռը լարվածություն տեղի ունեցավ, հետո շքանշաններով եւ պարգևներով ամեն ինչ փակվեց։ Այս անգամ նույն ձևի կփակվի, որովհետեւ իր բնույթով ավտորիտար ռեժիմները եւ իրանց ընդհանուր շահերով Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են, դրա համար իրանք կվերականգնեն։ Դա լոկալ է եւ սիտուացիվ է, կփոխվի։ Հա, շահեր, որ ասում ես, Ադրբեջանի շահերը Ռուսաստանում, թե Ռուսաստանի շահերը Ադրբեջանում։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը Հարավային Կովկասում, Իրանի տարածքում, Մերձավոր Արևելքում ավելի շուտ համընկնում են։ Եթե Հայաստանի հետ մենք հակասում են մեր շահերը, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում համընկնում են։ Դա ցավոք սրտի գործոն է եւ կոնստանտա է, այդ կոնստանտա մենք դրա մասին շատ ենք խոսել քեզ հետ, պետք կմնա։ Այդտեղ փոփոխություններ չեն լինելու։ Դրա համար Ադրբեջանի, Ռուսաստանի հարաբերությունների վատացումը չի ազդելու Հայաստանի ուղղության վրա։ Ադրբեջանը եւ Ռուսաստանը կարող են շատ վատ հարաբերություններ ունենան ուրիշ ուղղությունների վրա, բայց Հայաստանի նկատմամբ այդ իրանց վերաբերմունքը չի փոխվելու։ Դա սովորական է այսօր աշխարհում։ Երկու երկրներ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր ուղղությունների վրա։ Դա նորմալ է հիմա։ Դրա համար մեզ համար ոչ մի բան չի փոխվում։
Այսինքն Եկատերինբուրգում տեղի ունեցածը զուտ իրավական միջոցառում է, թե։ Չէ, դա կրիմինալ է, իրավական է, գումարի ազդեցության ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ, բայց այդ հարաբերությունները վատանալը կամ լավանումը չի ազդելու իրանց հարաբերությունները, իրանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Մեզ համար ոչ մի բան չի փոխվել, նորից եմ կրկնում։ Հայաստանի նկատմամբ Ռուսաստան, Ադրբեջանը, Թուրքիան դիրքերը չեն փոխելու, եթե տեղի չունենա տեղաշարժեր, աշխարհակաղակական տեղաշարժեր։ Իրանի կազմալուծումը կարող է նման աշխարհակաղակական տեղաշարժ լինի, երբ մենք պիտի ստիպված լինենք վերանայեք փոփոխվող հարաբերությունները, բայց Իրանը մնաց եւ Մերձավոր Արևելքում, եթե նայեք, մեծ հալայսով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Դրա համար մենք ունենք ժամանակ նայել, գնահատել եւ պատրաստվել ապագա զարգացումներին։ Դե, բայց դե մենք ես երկրորդ անգամը չեմ հիշում, երբ Բաքուն այսպիսի կոշտ լեզվով է խոսել Մոսկվայի հետ։ Որտեղ Անկամ Ռուսաստանը լիդերների մակարդակով է հնչում այդ բանը։ հա, այդ հասկանալի է, Ադրբեջանը ի տարբերություն հայկական դիվանագիտության շատ լավ զգում է ինչ է կատարվում միջազգային ասպարեզում եւ այսօր Ռուսաստանի դիրքերը թողանում են։ Երբ Միացյալ Նահանգները ցույց տվեց, Միացյալ Նահանգները ցույց տվեցին Իրանի վրա, որ իրանք կարող են անցնել ուղակի հարձակման, ուղակի մտնել պատերազմի մեջ, ոչ մեկը չէր սպասում, որ Միացյալ Նահանգները կարող են այդ ճանապարհով գնան, որովհետև 40 տարի, 30 տարի հաստատ Միացյալ Նահանգների նախագահները խոսում էին Իրանի վտանգի մասին, բայց բոլորը հրաժարվում էին մտնել ռազմական գործոնով, ռազմական գործիքով Իրանի դեմ աշխատելու, հարվածի չէին ասում։ Միացյալ Նահանգները Տրամպը դրա արեց։ Բուշը չարավ, այդ մեկը Օբաման չարավ եւ այլ, բայց Տրամպը դա արավ։ Եվ հետո Տրամպը շատ կոշտ խոսացավ Պուտինի հետ, որ գնա քո խնդիրների մասին մտածի ճակետներում։ Դրա համար հիմա Պուտինը կզգա վտանգ այս ամենի մեջ, Ռուսաստանի դիրքերը ուկրաինական պատերազմում Ռուսաստանը Միացյալ Նահանգների հարաբերությունները հիմա ամենից ոչ կայուն է դարձել։ Պուտինը փայլուն խաղում էր Տրամպի հետ, բայց հիմա այս Իրանի հարված այդ խաղերը բոլորը պայթացրել են։ Եվ Ռուսաստանը պիտի նորից սկսի կառուցել իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եւ Իսրայելը ցուցադրեց իր օգնությունը Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, օգտագործելով իր տարածքը եւ այլ այս պատերազմի մեջ, ինքը ստանում է բոնուսներ, եւ բոնուսները իրան հնարավորություն են տալիս ավելի կոշտ խոսել թույլատրած Ռուսաստանի հետ։ Հիմա Ադրբեջանը ասում է, ես Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ, պարոն Պուտին, ես թույլ տամ ինձ հետ քեզ հետ խոսել ուրիշ լեզվով։ Ես այսօր հզոր եմ, ես ունեմ դաշնակիցներ, որոնք ես հիմա օգնել եմ։ Եվ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները դեռ հիշում են, որ Ադրբեջանը օգնել է։ Ադրբեջանը դրանով այդ սիտուացիայով օգտագործում է եւ կոշտ դիրքորոշում է ցույց տալիս եւ ամրացնում է դիրքորոշումները։ Դա նորմալ դիվանագիտություն է։ Ես հույս ունեմ, որ մի ժամանակ կգա մենք էլ այդպես կկարողանանք աշխատել դիվանագիտական ասպարեզում։ Լինել ճկուն եւ պատրաստվել փոխել դիրքերը։ Դե չեղարկել Օվերչուկի այցը Բաքու։ Այո, դա փոքր բաներ է։ Ինքը կարող է թույլ տա դա։ Եթե ունես նման դաշնակիցներ, ոնց Իսրայելն է եւ Միացյալ Նահանգներն է, որը կարող են հարված հասցնել, ռազմական հարված հասցնել, որ դու հնարավորություն չունես պատասխանել, որովհետև Իսրայելը ցույց տվեց, որ տարածաշրջանում ինքը ունում է ռազմական գերիշխանություն։ Ոչ մեկը այդպես հզորություն, որ ունի Իսրայելը, չունի։ Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ գլոբալ ռազմական հզորություն ունեն իրանք, որը ոչ մեկը չի կարող է դիմադրել։ Եվ Ադրբեջանը ունի նման երկու դաշնակից։ Դա այն թույլ է տալիս ավելի կոշտ խոսել անողությունների վրա, որին իրան թույլ է տալիս։ Այսինքն դա թույլ է տալիս մտնել Սպուտնիկ Ադրբեջան գրասենյակ եւ ձերբակալել ռուս մասնագետներին։ Այո, որովհետև Ռուսաստանը թույլանում է, Ադրբեջանը հզոր է, ունի հզոր դաշնակիցներ, այսօր կարող է քայլել անի։ Վաղ եթե Ռուսաստանը հզորանա, նորից վերականգնի հարաբերությունը Միացյալ Նահանգների հետ, Ադրբեջանը կփոխի լեզուն։ Նորից ինչ-որ բան կպարգևեն եւ նորից կփոխեն իրաց հարաբերությունները։ Նորմալ դիվանագիտություն է, այստեղ խնդրեմ չկա։ Ես մի քիչ ուրախանում եմ,
ոչ թե մի քիչ ավելի շատ, որ հայկական ուղղության վրա Ադրբեջանի դիրքորոշումը եւ դիվանագիտությունը դեռ չի փոխվել, որովհետեւ ունենալով նման դաշնակիցներ Ադրբեջանը կարող էր օգտագործել այդ պահը եւ ինչ որ բան փորձի ճնշումը մեծացնի Հայաստանի վրա եւ Նիկոլ Փաշինյանի այցը Էրդողանի հրավերի հետևանքով ես մի քիչ լարված էի, մտածում եմ, որ մեզ կարող է մեզ առաջի մինչև ուլտիմատումներ դնեն այս ստեցված վիճակում, բայց դա չի տեղի չունեցավ, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների մոտեցումը Հայաստանի նկատմամբ չի փոխվել։ Այն ռազմավարական շրջանակը, պայմանագիրը շրջանակը, որը ստորագրվել է партнерствի մասին, Տրամպի ժամանակ շարունակում է աշխատել։ То есть Տրամպի նոր ադմինիստրացիան չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Դա լավ նորություն է ինձ համար։ Իսկ Մակրոնի հերախոսազանգը ինչ նշանակություն ուներ։ Ո՞նց։ Մակրոնի Մակրոնի նույն ձևի դա ցույց է տալիս, որ Հայաստանի նկատմամբ Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգների ռազմավարությունը, քաղաքականությունը, դիվանագիտությունը չի փոխվել։ Փոխվել են հարաբերությունները Ռուսաստանի հետ, փոխվել են հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ այլը, բայց չնայած որ տարածաշրջանում մեծ փոփոխություններ են գնում, այդ երկու ուժային կենտրոնների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չեն փոխել եւ դա մեզ ինչ որտեղ է թողնում ավելի կայուն զգալ եւ շարունակել մեր դիվանագիտությունը, շարունակել մեր ռազմավարությունը եւ կամաց փորձել դիստանցավորվել Ռուսաստանից, որտեղ կապերը կտրելու այդ հնարավորությունները մենք կորցրել ենք, եւ մենք ունենք ժամանակ դրա համար, բայց ժամանակը ինչքան ժամանակ ունենք, այսօր ոչ մեկը չի կարող ասել մեր, որտեղ ամեն ինչ շատ շուտ փոխում է։ Այսօր մենք այդ ժամանակը ունենք։ Այսքանը։ Շնորհակալություն Հրաչյա, որ միացար մեզ։ Շնորհակալություն ձեզ։ Հրաչյա Արզումանյան, ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ։